Իրանում այսօր մահապատժի են ենթարկել Բահման Չուբիասլ անունով մի տղամարդու, որը մեղադրվում էր Իսրայելի Մոսադ հետախուզական ծառայության օգտին լրտեսություն անելու մեջ։ Չուբիասին Իրանի հատուկ ծառայությունները համարում էին Իսրայելի ամենակարևոր լրտեսներից մեկը Իրանում։ Նա աշխատել է զգայուն հեռահաղորդակցության նախագծերի վրա եւ տեղեկություններ է փոխանցել էլեկտրոնային սարքավորումների ներկրման ուղիների մասին։ Իրավապաշտպան կազմակերպությունները արձանագրում են, որ միայն այս տարի լրտեսության մեղադրանքով Իրանում մահապատժի է ենթարկվել ավելի քան 1000 մարդ։ Այսպես Իրանը պատասխանում է միջազգային մեկուսացման փորձերին։ Վերջին մահապատիժը տեղի է ունենում Թեհրանի վրա ճնշումների կտրուկ աճի ֆոնին։ Հանգստյան օրերին ուժի մեջ են մտել ՄԱԿ-ի լայնածավալ պատժամիջոցները, որոնք վերականգնվել են 2015 թվականի միջուկային համաձայնագրի ձախողումից հետո։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան գործի են դրել համաձայնագրի snapback մեխանիզմը, մեղադրելով Իրանին իր պարտավորությունների չկատարման համար։ Արևմտյան տերությունները մտահոգված են Իրանում ուրանի հարստացման ծավալների մեծացմամբ եւ ատոմային էներգիայի միջուկային գործակալության տեսուչների աշխատանքի սահմանափակմամբ։ Թեհրանը դատապարտել է պատժամիջոցների վերականգնումը, այն անվանելով անօրինական եւ անարդար։